Դուք այսօր հանրահավաքի էիք հրավիրել քաղաքացիներին, ինչ քննարկեցիք եւ ինչու որոշեցիք, որ պետք է ամսի 1-ին էլ հավաքվեք։ Հանրահավաքին ներկա եք։ Չէ, հանրահավաքի ժամանակ էլ հայտարարվեց, որ այն ինչ բացեր ունենք մինչև հիմա, այդ ժամանակահատվածում պետք է լրացվի, դրա համար որոշվեց հենց ամսի 1-ը։ Ամսի 1-ը կլինի վերջնական ու որ կամ ես կամ ենք։ Եթե ամսի 1-ին ինչ-որ բան չփոխվի, ինչ եք պատրաստվում անել հետագայում։ Օրը գա Երևան։ Այսօր հավաքված մարդկանց քանակից գոհ եք թե ոչ, արդյոք ամսի 1-ին ձեր ուզած քանակությամբ մարդիկ կհավաքվեն։ Անելու ենք ամեն ինչ որ հավաքվի, որովհետև մարդիկ իրականում տեխնիկապես ունեն խնդիր ստեղ հասնելու։ Դեռ Սփյուռքից են գալի, մինչև հիմա են գալիս։ Սփյուռքից էլ այսինքն արձագանքներ։ Հիմա էլ կան ներկա մարդիկ, մինչև մեր դուրս գալն են եկել մարդիկ։ Իսկ ինչ հիմնական բացերի մասին եք խոսել, նշեցիք, որ հանրահավաքի ընթացքում դրա մասին եք։ Իրազեկման, տեղեկատվական, շատ մարզերից գրում են, որ կոնկրետ իրանց մոտ մարդիկ կան տեղյակել չեն։ Ու նորմալ է, որովհետև ամբողջ մեդիա դաշտը դուք էլ գիտեք։ Այսօր զուգահեռաբար ազգային ժողովում տուրը դմփոց էր, ինչպես եք դուք այդ ամենին վերաբերվում։ Սովորական չի։ Սովորական է։ Ներկայի նախկինի ազգային ժողովն է, բա ինչ եք ուզում։ Ուրիշ բան սպասում եք։ Լուրջ քննադատություն, վերլուծություն, տիրոջ մտածելակերպ, տես բան սպասում եք։ Հայրենասիրական ինչ-որ պաթոսներ հանգստացեք մի հատ բան, ասենք ինչ եք սպասում։ Իսկ հեղափոխություն անելուց հետո դուք ինչ եք օրինակ առաջարկում, ինչն եք կոնկրետ փոխելու։ Գիտեք, մանրակրկիտ ծրագիրը ներկայացված է, ինքը բանով էլ հանրային կերպով էլ հասանելի։ Ամենակարևորը մենակ ասեմ իմ համար առաջին ամեն ինչից դա երկրի ամբողջական ռազմականացումն է։ Ու շատ մարդիկ սա լսում են, ասում են նոր պատերազմ եք ուզում, բան չգիտեմ ինչ։ Ախր երբ ֆանից է, ես ուզում եմ հասկանալ հզոր բանակ ունեցող պետությունը ձգտում զոհերի։ Ընդհակառակը հենց զոհերից չձգտելով ես ուզում զարգացնել ու հզորացնել բանակը։ Համար 1 նպատակը մեր համար դա մնացած ոչ մի խնդիր չանտեսելով։ Ունեք ինչ-որ ավելացնելու բան կամ ինչ-որ կոչ քաղաքացիների։ Ես շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ 2025 թվականի մայիսի 1-ը Լույսի բանակի ու իմ կոնկրետ ամենավճռական ու վերջնական որոշում կայացնելու օրն է։ Խնդրում եմ, դիմում եմ բոլորին թքած ունենալ բոլոր զրպարտիչների ու պառակտիչների անհիմն ջուր ծեծոցիների վրա, դրանք բոլորը բարոյական հղիություն տանող մարդիկ են։ Ներկա գտնվել իրական հայի համար ծառայող նպատակ հետապնդող շարժմանը։ Ամսի 1-ին ժամը 16:00 միասին կհավաքվենք Ազատության հրապարակում, բավարար քանակության դեպքում կիրականացնենք Վաղեմի հայի երազանքը։ Դեռ ավել բան չունեմ ասել։ Հնարավոր է, որ քաղաքացիները վախենում են միանալ, քանի որ բազում դեպքեր են եղել, որ հանրահավաքները չեն հասել իրենց նպատակին։ Եկեք դրա հետ մեկտեղ հավելենք, որ միտումնավոր չեն հասցրել նպատակին, որպեսզի իրականում նպատակին հասնող հանրահավաքները դիտարկվեն նույն կերպ, որպես հերթական ինչ-որ չգիտեմ ինչ։ Համենայն դեպս մենք կոնկրետ երբեք չի եղել, որ բավարար քանակությամբ գնանք քայլի ու կեսից ասենք դե լավ հերիքը։ Նման բանանողը ուզես թե չուզես դա փաստ է, անում է միտումնավոր, որպեսզի իրական շարժումը միշտ ունենա այս արձագանքը, որ դուք էլ հերթականն եք, դուք էլ էս եք։ Չէ, մենք կապ չունենք նրանց հետ ընդհանրապես, ոչ նրանց մոտեցման, ոչ նրանց նման ոստիկաններից վազելով փախնում ենք, բայց Արցախ են գոռում։ Մենք ունենք այն խիզախությունը, այն վճռականությունը, այն հստակ կայուն կանգնած դիրքը, որով կարանք ժողովրդին տանենք դեպի այն, ինչի մասին երազում է յուրաքանչյուր իրական հայ։